Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանն ունի առավելագույնը 20% աջակցություն։ Ասում են որոշ ընդդիմադիրներ եւ հետեւություն են անում, հետեւաբար 26 թվականի ընտրություններին հավանականությունը մեծ է, որ նրան ընտրական ճանապարհով կհաղթենք։ Ասեմ, որ սա մեծ մոլորություն է եւ բերեք հասարակ հաշվարկով ցույց տամ, թե ինչու է սա մոլորություն։ Ենթադրենք հարցումը իրականացնում ենք 1000 մարդու շրջանում, ընտրանքը իրականում 1200-1300 մարդ է, բայց հաշվարկի հեշտության համար, սա հաշվարկի սկզբունքում բան չի փոխում։ 1000 մարդու շրջանում շուրջ 20%-ը 200 մարդ վստահ ասում են, որ աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ 60-ից 70%-ը շուրջ այս բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ կողմնորոշված չեն, թվում են ընտրելու։ Այս չկողմնորոշված մարդկանց գերակշիռ մասը չի էլ գնալու ընտրության, քանի որ այդպես էլ կողմնորոշված չէ եւ հետեւաբար ընտրություններին չի էլ մասնակցի։ Եվ մեր բոլոր ընտրությունները սա են ցույց տվել, որ ընտրելու իրավունք ունեցողների 50-ից 60%-ը չի էլ մասնակցում ընտրություններին։ Հետևաբար ինչ է ստացվում, եթե ունենում ենք այն վիճակը, որ ընտրությանը մասնակցում են ընտրական իրավունք ունեցողների 40-ից 50%-ը, ապա ստացվում է, որ այդ 1000 հարցվածների դեպքում, երբ 200-ը 20% էր կազմում, ապա ընտրությանը մասնակիցները, եթե 400-ն են, այսինքն 40% մասնակցություն, ապա Փաշինյանը հավաքում է 50% ձայն, այդ 200-ը կազմում է 400-ի կեսը։ Եթե օրինակ մասնակցի ընտրական իրավունք ունեցողների կեսը, 50%-ը, ինչը լավ արդյունք է Հայաստանի դեպքում, հաշվի առնելով նախորդ ընտրություններին, որ նման ցուցանիշ չի եղել, ավելի քիչ է եղել, ապա 200-ը կազմի 500-ի 40%-ը։ Այսինքն այդ 20% աջակցությունը, որ ասում են շատ քիչ աջակցություն է, դա Փաշինյանին ընտրություններում այս պահին ապահովելու է 40-ից 50% ձայն, ինչը նշանակում է ազգային ժողովում կունենա մեծամասնություն։ Այսինքն վատագույն սցենարում այս պահի եղած տվյալներով 40% հավաքելու դեպքում նա մի փոքր ուժ կունենա իրեն աջակցող եւ ազգային ժողովում կկազմի մեծամասնություն։ Ահա այսպիսի վատ նորություններ բոլոր այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ 20% աջակցությունը հարցումներում ցուցաբերված Փաշինյանին քիչ է եւ նրան հնարավոր է այս պարագայում այս վիճակով ընտրություններում հաղթել։ Լավ եղեք։